Այլևս այն որ ասում են մարդու ապրելը այլևս չի գալիս այս իրավիճակից, իրոք այդ իրավիճակն է։ Ու լիքը նման հանցագործություններ։ Ինչ ճանապարհով եթե նոր է ընտրությունները եղել եւ 2031 թվին է լինելու հաջող։ Ընտրությունները կեղծված են, ժողովուրդ ջան, բոլորը գիտեք, տեսել եք ինչ ա եղել, սա ինչ ընտրություն է, պետքա կամ նորից ընտրություն լինի, կամ պիտի Նիկոլը հեռացվի, ես չգիտեմ ինչ ճանապարհով։ Ես վստահ եմ, եթե նորից էլի ընտրություն լինի, նույն բանն է լինելու։ Իրանք էլի կեղծիքների են գնալու։ Ինչը չեն կարող նույն ճանապարհով էլի կեղծիքներ անել։ Այս կեղծիքներով ավելի շատ ձայներ կարող են։ Իշխանափոխությունը պետքա լինի այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ Նիկոլը եկավ։ Այո, միանշանակ փողոցային պայքար է լինելու։ Այլ տարբերակ չի, բոլոր լծակները իրանց ձեռքին են։ Ու այդ փողոցային պայքարով լիքը մարդկանց էին կհլը ուղարկելու բանդերը, այլունա հոսելու, ինքը դա էլ ուզում է։ Ինքը դա է սիրում, ասում է, ես ուզում եմ Արյան քետեշ տեսնել։ Ինքն էր ասել, չէ՞։ Արյան համը իրեն դուր է եկել, ու իր հետ վեճնել չի, եթե այդքան զինվորներին հողնատրելու, այսօր եկել է զինվորների նկարներն է պատերի ցանում, անցումներից մաքրում ջնջում է հերոսների նկարները, պարզ չի արդեն ում մասին է խոսքը, ու հիմա եկել է եվրոպացի տիկնոջն եք բանարե, պաշտպանում եք, եկել է տեսեք, ինչ է անելու, որ խի է եկել, կարաք մի հատ ասեք, ինչի համար է եկել, ինչը պետք է փոխվի մեր համար։ Ասացին զինվորների նկարների հարցում, ասացին ու որ կա են անում մաքրությունը։ Մաքրություն են անում, բայց կողքի գրած հայոյանքները չմաքրեցին։ Կողքի գրած ածուխով ներկած լկտի բառերը չմաքրեցին։ Ու բորկեն նորամտքերն են, որ անում են։ Բանցումները մաքրությունը ու բորկի հետ կապ չունի, որ այդքան կեղտ ու չգիտեմ ինչ քաշահոտություն է տարածված անցումներում։ Կեղծ հայրենասիրություն է եւ անցումներում միզում են այդ նկարների վրա, դա մեզ պետք չէ։ Սուտ են ասում, անցումներում ոչ մեկը չի միզում նկարների վրա։ Բոլորը հպարտությամբ ու գովասանքով են նայում ու քնում։ Դա անհնար բան է։ Իրենք ուղղակի ուզում են այդ լույսի տակ ներկայացնել, աշտարացնել իրենց արած լկտի գործողությունները։ Նորից ցավ պատճառել զինվորների ծնողներին։ Այդ ինչ մի բան է, նկարը ասենք պատին նկարածը, դրանով այդ տղային հետ եք բերելու, հա, կամ ինչ որ բան է դա իրանից նշանակում։ Հիշատակա հարգանքա ցույց է տրվում, որ մարդիկ չեն մոռացել իրան զինվորները այդքան բան, որ ձեր բյուջեի վրա ազդում, հա։ Սուտ են ասում, տես բան չկա, որ թույլտվություն չունեն խին նկարել բայ ժամանակ։ Իսկ դպրոցներից որ հանում են բանի փարքի անկյունները, այդ էլ թույլ չեն տալիս դպրոցներում, ինչ են հանում։ Պատմությունից որ հանում են հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, դա էլ թույլ չի տալիս քաղաքապետարանը, դա ով է այդ օրենքը սահմանել, որտեղ այդ մասին նշված։ Իրանք պարզապես հենց Փաշինյանից ընտրություններից հետո ինքը ինքնակոչ վարչապետ է, ինքը չի ընտրվել, ինքը սամազվանից վարչապետ է։ Հիմա էլ այս պահին ինչ որ կատարվում է, ինչ թե կրթության ոլորտում, թե առողջապահության, թե աշտարադատության, բոլոր ոլորտները խեղաթյուրվել են։ Բոլոր ոլորտների ղեկավարները անում են այն, որ տանեն այս երկիրը կործանման։ 300,000 ադրբեջանցիներին չենք սպասում, կարող է արդեն եկել են։ Պարտադիր չի որ 300-ին մի անգամ մի վագոնով լցնեն բերեն։ Եկել են, կարող է քիչ-քիչ եկել են։ Ասում դրա մասին միայն ընդդիմությունն է խոսում, դες բան չկա։ Ոչ, իրենք են ասել, Նիկոլն է ասել։ Մեկը ասում է, մեկը հերքում է, բայց եղել է չէ՞ այդ խոսակցությունը։ Հիմա այսքան շենք շինություններ են կառուցել, ում համար են կառուցել։ Դες տուն առնողները հեշտ են կանգնած Երևանում, հա։ Հələ տեսեք խեղդվում են մարդիկ։ Հələ օդի վիճակը տեսեք։ Փողոցների կեղտ ու փոսերը տեսեք։ Մի հատ Նիկոլը թող փողոցները վերանորոգի, հետո նոր անցումները բանանի, մաքրազարդի։ Փողոցների փոսերից մարդիկ կոտորվում են, մեքենաներ են կոտորվում։ Ռուզաննա։ Վիճակը անհնար է ծապրել, ուղղակի անհնար է։